իմ արցախցի ընկերներից շատեր ինձ հաճախ ասում են, գիտես, տպավորությունն է, որ դու մեզ հետ այդ ճանապարհով անցել ես երբեմն, որ մենք խոսում ենք, նենց տպավորությունը, որ դու անցել ես, դու զգացել ես, բայց ես անցել եմ։ Ես զգացել եմ, ես չեմ կարող այդ ճանապարհը չանցնել, որովհետև հակառակ դեպքում ստացվում է, որ ես ամեն ինչ որ ես ապրում եմ, իմ ամենօրյա կյանքը, իմ երեխաների շփումը, իմ երգերը, որ ես գրում եմ, ես ամեն ինչը սուտ է։ Բայց ես չեմ կարող այդ դրա մեջ ապրել։ Ուրեմն ես ստիպված եղա ուղղակի տեսնելով թե ինչ մակարդակի վրա է տարվում մարդկային այդ գիտակցության վրա գրոհը, ես ստիպված եղա ասել եկեք հիմա այդ բանը հանում ենք, հիմա բոլորս նայում ենք ուրիշ աչքերով ու տեսնում ենք ուրիշ աչքերով եւ ես շատ ուրախացա, որ շատ-շատերը այո, չնայած ես այդպես էլ գիտեի, որ այդպես է, ասացին, որ մենք նույնն ենք զգում, նույնը ու այստեղ նույնիսկ ապրումակցել բառն է, գիտեք, մի քիչ արդեն բանը կորցնում, որովհետև մեկը ոնց որ լինես։ Որովհետև մեկն է, որովհետև նույն հաջողությամբ դու կարող ես ընտալ լինել, նույն ամեն այսօրվա աշխարհում գիտեք, այնպեսի բան կարող է պատահի, դու երբեք չես իմանա այս խելագար աշխարհում քեզ ինչ կհասնի։ Եվ ինձ համար օրինակ ինչ է նշանակում ես, ինչ է նշանակում իմը։ Ես ծնվել եմ ինչ-որ մի աշխարհում, որտեղ որ մարդիկ փորձում ինչ-որ բան հասկանալ այս կյանքից։ Հիմա ես փորձում եմ իմ բաժինը հասկանալ այս կյանքից, անցնելով ինչ-որ ճանապարհ, եւ այդ ճանապարհներից մեկը ես անցել եմ այդ ճանապարհով, այդպես եմ անցել։ Հակառակ դեպքում ես ոչ մի բան չեմ հասկանա, ոչ իմ մասին կհասկանամ, ոչ մարդու մասին ընդհանրապես, ոչ Հայաստանի մասին, ոչ Արցախի մասին։ Այդ դեպքում ստացվում է, որ ոչ մեկի այդ ամեն ինչը պետք չի։